Երբ մենք մեր ցավերը լռեցնում ենք, դրանք չեն վերանում, դրանք պարզապես խորանում են։ Իսկ շատ անգամ մենք պարզապես ուզում ենք լռեցնել, բթացնել մեր ցավերը, բայց իրականում ոչ թե պետք է ցավի դեմ պայքարել, այլ այդ ցավի աղբյուրի դեմ պայքարել։ Իսկ ինչպես են ոմանք փորձում լռեցնել իրենց ցավերը։ Խմիչքով, շատակերությամբ, թմրամոլությամբ, մեկուսացմամբ, այս ամենը պարզապես ժամանակավոր կարող է բթացնել մեզ ցավի հանդեպ, բայց երբեք չի կարող մեզ բուժել այդ ցավից։ Մտքերը, որոնք պտտվում են մեր ներսում, օրինակ, ես անարժեք եմ, ես ոչ մեկի պետք չեմ, իրականում թույն արտադրող մի ծառ է, որի ստվերի տակ մենք նստում ենք, բայց ինքներս մեզ թունավորում ենք։ Հետևաբար խուսափեք ձեր ներսում թույլ տալով, որ նման մտքերը անընդհատ շրջանառվեն եւ ձեզ թունավորեն։ Մենք պետք է մշակենք եւ ֆիլտրենք այդ բացասական մտքերը եւ հարց տանք. արդյոք դրանք իմ մտքերն են, արդյոք դրանք Աստծո մտքերն են, թե արդյոք դրանք դրսից եկող ազդակներ են, որոնք ուզում են ինձ վնասել։ Իսկ եթե դրանք դրսից են գալիս, եթե դրանք իմը չեն, որովհետև ես չեմ ուզում ինքս ինձ վնասել, ապա ես պետք է հստակ ֆիլտր դնեմ, պատնեշ կառուցեմ, տեղորոշեմ, իր ծագումը հասկանամ եւ վտարեմ իմ ներսից դուրս այդ մտքերը։ Հակառակ դեպքում դրանք կբնավորվեն մեր մեջ եւ կսկսեն բազմանալ։ Ուրեմն կարևոր է, որ մենք կարողանանք ֆիլտրել, կարևոր է, որ մենք կարողանանք գտնել դրանց ծագումը։ Այդ մտքերի հետ կապված շատ կարևոր մի հարց, որ մենք կարող ենք տալ, նաև հետևյալն է. արդյոք այդ մտքերը որևէ աղերս ունեն իրականության հետ։ Բա որ չիրականանան։ Ուրեմն ինչի համար եմ ես զուր տեղը ինձ տանջում, զուր տեղը սնում այդ բացասական մտքերը։ Ոմանք իսկապես անհանգստանում են ապառիկով, ապագայի հետ կապված այնպիսի մտքեր ու վախեր են ունենում, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ իրականության հետ եւ չեն էլ կատարվի, պարզապես մեր ներկան ապականում են, փչացնում են, գողանում են մեր տրամադրությունը եւ խաղաղությունը։ Հոգեբանության մեջ դրանց անվանում են ավտոմատ բացասական մտքեր, այսինքն կարծես ինքնաբուխ մտքեր են դրանք, որոնք դրսից են գալիս մեր մեջ։ Բայց ես մեկ ուրիշ տերմին եմ բացահայտել եւ ուզում եմ ձեզ հիմա փոխանցել, ես այն անվանել եմ տիզ եւ բացել եմ, ինչ է նշանակում տիզը։ Դա իհարկե տզի նման գալիս է եւ կպնում է մեզ եւ սկսում է մակապույծի պես խմել մեր արյունը, բայց այդ տիզը նաեւ հետաքրքիր բացահայտում բացատրություն ունի։ Տիզ, այսինքն տանջող ինքնաբուխ զառանցանքներ։ Դրանք մեզ տանջում են, դրանք ինքնաբուխ են, մեր հետ կապ չունեն եւ դրանք զառանցանքներ են, դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Եթե անգամ իրականանան, ապա դրանց իրականացնողը մենք ենք լինելու։ Հետևաբար գործարք մի կնքեք այդ տանջող մտքերի եւ զգացմունքների հետ եւ թույլ մի տվեք, որ այդ տիզը մտնի ձեր գոյության եւ ձեր գիտակցության ծալքերի մեջ եւ մի բան էլ բնադրի, ձվադրի եւ բազմանա ձեր ներսում։ Բացահայտեք դա եւ ախտահանեք, որպիսի ձեր մեջ նպաստավոր միջավայր չլինի այդ տիզի համար կամ էլ տանջող ինքնաբուխ զառանցանքների համար։ Սրա հետ կապված մի հրաշալի խորհուրդ կա Պողոս առաքյալից։ Հռոմեացիներին 12-րդ գլխի 2-րդ խոսքում նա հետևյալը գրեց. վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, այսինքն նորոգեք ձեր միտքը, թարմացրեք ձեր միտքը, նորացրեք ձեր մտածողությունը, թույլ մի տվեք, որ ձեր հին մտածողությունը ձեզ ապականի։ Ես հիշեցի մի հետարքիր դրվագ համակարգչային իրականությունից, մի ժամանակ, երբ որ օգտվում էի Microsoft ծրագրից, այն ժամանակ անպայման էր հակավիրուս ունենալը համակարգչի մեջ։ Հիմա էլ կարծում եմ դա արդիական է, որովհետև վիրուսները շատ են եւ պետք է հակավիրուսը կամ անտիվիրուսը անընդհատ թարմացվեր, որպեսզի այն տեղեկացված լիներ նորահայտ վիրուսներից։ Եվ եթե չէր թարմացվում եւ իր ինֆորմացիան հին էր, ապա նոր վիրուսները կարող էին կոտրել այդ պատը, թափանցել համակարգչի մեջ, փչացնել, գողանալ ինֆորմացիան եւ վնաս տալ մարդուն։ Սա հետաքրքիր մի համեմատություն է, որպեսզի մեր միտքը պաշտպանված լինի, մենք անդադար կարիք ունենք այն նորոգել։ Հիմա կհարցնեք, բա ինչպես նորոգենք մեր միտքը, ինչպես թարմացնենք մեր միտքը, որ այդ վիրուսները չթափանցեն մեր մեջ։ Ահա
մեր միտքը նորոգելու ամենալավ տարբերակը Աստծո խոսքը, Աստվածաշունչը։ Երբ որ մենք բացում ենք եւ սկսում ենք այն կարդալ, մեր միտքը օրեցօր նորոգվում է, թարմանում է, ձեռք է բերում հակազդեցություն գալիք մարտարավերների նկատմամբ, ձեռք է բերում իմունիտետ դժվարությունների եւ վիրուսների նկատմամբ, եւ որքան կտրվենք Աստվածաշնչից, այնքան մեր միտքը խոցելի կդառնա բացասական մտքերի համար։